Պաշտոնական վիճակագրության համաձայն վերջին 10 տարիներին շինարարության ծավալները Հայաստանում, հատկապես Երևանում, անշեղորեն աճում են։ Ամեն տարի տրվում են նոր շենքերի կառուցման հարյուրավոր թույլտվություններ։ Մասնագետներն ահազանգում են մայրաքաղաքն այդ ծավալների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները ջրի, կոյուղու, էլեկտրականության ցանցերը չունի ու կարող է կանգնել լուրջ կոլապսի առաջ։ Բայց մինչ այդ նորակառույցներում տուն գնաց երևանցիները պայքարում են նախ ամենատարրական հարցը լուծելու՝ իրենց գնաց բնակարանի համար սեփականության իրավունք ստանալու համար։ Պահանջում ենք նախ եւ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գալ այստեղ, որպեսզի մենք իրեն ցույց տանք այն ապօրինությունները, որ տեղի ունեցել։ Ինչ է կատարվում այս ոլորտում, ինչու են կառուցապատողները մեկը մյուսի ետևից սնանկացման գնում եւ ինչ անել փողոցում չհայտնվելու համար։ Այս մասին է այսօր Ազատության մեկ թեման։ Ես Հեղինե Բունյաթյանն եմ, զրուցելու եմ իմ գործընկեր Նարինե Ղալեչյանի հետ։ Բարի օր Նարինե, դու ոչ միայն կառուցապատողների եւ քաղաքապետարանի դեմ հարյուրավոր երևանցիների բողոքի ցույցերն ես պարբերաբար լուսաբանում, այլև ինքդ անձնապես խնդիր ունես եւ սեփական մաշկիդ վրա ես զգացել ինչ է նշանակում Երևանում տուն գնել եւ հետո պայքարել շենքի ավարտական ակտ ստանալու կամ թերությունները շտկելու համար։ Վերջերս քեզ այդ զրույցում երևանցիներից մեկն անգամ ասաց վայրենի կառուցապատում է Երևանում, կասես ինչու։ Բարի օր Հեղինե, կառուցապատողներն էլ են դժգոհ, բնակիչներն էլ են դժգոհ, քաղաքային իշխանությունն էլ է դժգոհ, բայց ինչն է պատճառը։ Կառուցապատողը երբ որոշում է, որ պիտի X հատվածում շենք կառուցի, ինչ է անում։ Նախ վերցնում է ավելի փոքր քառակուսի մետր, այդտեղ կառուցում է հնարավորինս բարձր շենք, որպեսզի բնակարանները շատ լինեն։ Բավականին գայթակղիչ գումարով դեռ չկառուցված շենքում սկսվում է բնակարանների վաճառքը։ Երբ որ գալիս են բոլոր կառույցները, ստուգում են, որ շենքը պատրաստ է, ջրի, գազի, լույսի հարցերը պատրաստ են, ապա բոլոր այդ կառույցները ստուգելուց հետո տալիս են ավարտական ակտ։ Վերջում, որպեսզի շենք կարողանան մտնել բնակիչները եւ ապրել, պետք է արդեն շահագործման ակտ։ Նախագիծը ստացել եք, նախագծից շեղում չլինի։ Ինչից են դժգոհում կառուցապատողներն, ասում են հատկացված ժամկետներում չենք կարողանում տեղավորվել, ֆինանսական խնդիրներ են ունենում եւ այլն, կյանքը ընթացքում թանկանում է, քանի որ ձգձգվում է շինարարությունները, խոստացված 2-3 տարին երբեք չի պահպանվում, մարդիկ ի վիճակի չեն զուգահեռ ապրել վարձով, վճարել հիպոթեք, ստիպված գնում են կառուցապատողի հետ բանավոր կամ ոմանք նաև գրավոր համաձայնությամբ կառուցապատողները բանալիները տրամադրում են, ասում են կարող եք գալ ձեր տները վերանորոգել, կահավորել եւ այլն, որից հետո հիմնականում բնակիչները սկսում են շենքերում ապրել, այն շենքերում, որոնք դեռ չունեն ավարտական ակտ եւ չունեն շահագործման ակտ։ Եվ այստեղ գալիս է հետեւյալ ընտրությունը։ Շատ դեպքերում բնակիչները արդեն բնակվում են։ Հանենք այդ մարդկանց այդ տներից ու քանդենք շենքը։ Միգուցե ինչ որ մի փուլում դրան էլ կհասնենք։ Օրենքի պահանջն է թույլ չտալ, որպեսզի բնակիչները շենքում ապրեն, քանի դեռ չկա շահագործման ակտ, բայց ինչու է բնակելի շենքերի դեպքում խնդիրը բարդ, որովհետև 100 հազարավոր մարդիկ են ապրում։ Այդ 100 հազարավոր մարդկանց, որպեսզի վտարեն շենքից, դա բավականին լուրջ խնդիր է։ Եթե մասնակի վտարում եղավ 2-3 շենքից, ապա դա կլինի նախադեպային օրինակ, այդ դեպքում ամբողջ Երևանում քանի 100,000 մարդ է ապրում, որ չի կարող ի վիճակի չէ վճարել վարկ, հիպոթեք, ստիպված գնում իր տանն ապրում է, որը արդեն ունի լույս։ Իդեպ այդ շենքերից շատերը թեև չունեն ավարտական ակտ ու շահագործման ակտ, լույսի, ջրի բաժանորդներ են, այսինքն այս փակ շղթան շատ մութ անկյուններ ունի։ Ես նայում եմ վերջերս հետքի հետաքննություններից մեկը, պարզվում է Երևանի քաղաքապետարանը վերջին 5 տարում բազմաբնակարան շենքի կառուցման 543 թույլտվություն է տվել։ Նույն ժամանակահատվածում տրամադրվել է շենքի շահագործման ավարտական 49 ակտ, մոտավորապես 10-ից 1-ի դեպքում է միայն գործը հասել վերջնական փուլին։ Այդ ինչ թերություններ են լինում մինչ այդ, որոնց դեպքում քաղաքապետարանը կարող է փաստաթուղթը չտալ։ Կառուցապատողները բերում են մի նախագիծ, որը բավականին իդեալական սահմանված տոկոսները պահպանվելով մեծ մասը պիտի կանաչապատ լինի եւ այլն, բայց հետո վերջում իրենք տեսնում են լրիվ այլ նախագիծ եւ քանի որ տեսնում են, որ
նախնական նախագծից հսկայական շեղումներ կա, ինչպես ասում է քաղաքապետարանը, իրենք ասում են, որ պետք է շտկեք դրանք, գոնե կանաչ տարածքները պիտի ավելացնեք, շենքը պիտի լինի այնպեսին, որ այդտեղ ապրող մարդկանց համար անվտանգության հարց չառաջանա։ Եթե մյուս հարցերը հնարավոր է լուծել, ապա կանաչապատման տարածքը որպես կանոն կառուցապատողները ենթադրում են վերածել փարքինգի, ենթադրում են վերածել այլ հասարակական տարածքների, դրանք հետո առանձին վարձակալության են հանձնում։ Այստեղ ինչ են ասում բնակիչներն ու նրանց փաստաբաններն, ասում են հարգելի քաղաքապետարան, հարգելի տեսչական մարմիններ, ինչու՞ չեք շինարարության ողջ ընթացքում ինքնուրույն գնում եւ ստուգում շինարարության ընթացքը։ Ինչու եք միայն վերջում տեսնում, որ շեղվել է կառուցապատողը նախնական նախագծից։ Եթե ասում են, որ դուք պատշաճ ստուգեք, քաղաքապետարանը ասում է դա անում է տեսչական մարմինը։ Տեսչական մարմինն ասում է, որ մեր ներուժը եւ մարդուժը չի հերիքում, որպեսզի մենք կարողանանք այդ հսկողությունները ժամանակին անել։ Տեսուչները քիչ են եւ անում ենք այնքան, որքանով կարողանում ենք։ Բայց այստեղ այս փակ ցիկլում տուժում է էլի բնակիչը, որը չունի այլ հնարավորություն այլտեղ ապրելու։ Օրինակ մեր դեպքով ինչու չի տալիս ավարտական ակտ, որովհետեւ շենքը ունի ջրի առանձին պոմպակայան, բայց բաժանորդ չէ Veolia-ին։ Կառուցապատողները սովորաբար, սա էլ մի ուրիշ բան է, ջրի պոմպակայանը, որից պիտի օգտվեն բնակիչները խմելու եւ այլն, կառուցում են այնպես, որը ի սկզբանե չհամապատասխանի Veolia-ի ստանդարտներին։ Veolia-ն գալիս, տեսնում է, որ չի համապատասխանում իր ստանդարտներին, չի ընդունում այդ պոմպակայանը։ Ստանդարտներից գլխավորն այն է, որ պոմպակայանը որտեղ դրված է, դա պիտի ունենա առանձին մուտք։ Դա ենթադրում է, որ շենքին կից այլ բավականին հարմարավետ եւ ապահով կառույց պիտի լինի։ Բայց սովորաբար պոմպակայանները տեղադրվում են շենքերի ներսում, կառուցապատողները դառնում են, այսպես կարելի ասել, լարմար քարը եւ սկսում են ջուր վաճառել բնակիչներին։ Այստեղ օրենքը չունի հստակ կարգավորում։ Եթե դու չես հանձնում քո պոմպակայանը Veolia ջրին, ապա ինքնուրույն ես այդ հարցերը լուծում։ Բայց այստեղ հարց է առաջանում, եթե Veolia ջրին պատկանի պոմպակայանը վթարների դեպքում, մնացած այլ հարցերի դեպքում Veolia ջուրն է պատասխանատվությունը կրում։ Այս դեպքում դա բնակչի համար առանձին ծախս է։ Եթե պոմպակայանը փչանում է, դու պիտի պոմպակայանի առաջացած խնդիրների համար լրացուցիչ վճարես։ Այստեղ էլի փակ ցիկլ է, դու չես կարող դատի տալ, որովհետև այստեղ կա օրենքի բաց, որևէ մարմին չի կարողանում սա վերահսկել։ Բազմաթիվ շենքեր կան Երևանում, որ այսօր հենց այդպես ապրում են մարդիկ։ Բայց նույն այդ փակ շղթան կոտրելու համար, հիշում ես, մոտ 1.5 տարի առաջ քաղաքապետարանը փոփոխություններ մտցրեց եւ հստակ տուգանքներ սահմանեց այն կառուցապատողների համար, որոնք շեղվում են նախագծից։ Պարոն Ավինյան, միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ուժի մեջ էլ մտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության համապատասխան փոփոխությունը, ինչը մեզ արդեն իսկ թույլ է տալիս տուգանել այն կառուցապատողներին, ովքեր առանց շահագործման թույլտվության փաստացի շահագործում են իրենց շենքշինությունները։ Մեկ նոր շրջափուլ ենք մտնում, որ ավարտական ակտերը պետքա բոլորը հանեն իրենց եւ սա եւս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնում։ Քաղաքապետ Ավինյանն ասաց, Երևանը նոր շրջափուլ է մտնում։ Չմտավ։ Թվում է, թե դրական է, որոշ առումով նաև օգնում է բնակիչներին, բայց այստեղ մի ուրիշ խնդրեմ է բացվում։ Եթե այդ ժամկետներն անցար, առաջին անգամ քաղաքապետարանը թույլ է տալիս, որ կառուցապատողը ժամկետը երկարացնելու համար դիմի, եւ դա լինում է 99% զեղչով, այսինքն շատ փոքր գումարներ է վճարում։ Երկրորդ անգամ, եթե դու դիմում ես այդ գումարը, որպես կառուցապատող դիմելու դեպքում ավելանում է։ Երրորդ անգամ դա ահռելի գումարներ է, միլիոնների է հասնում այդ գումարները, կառուցապատողների համար ավելի հեշտ է ավարտել շենքը, քան վճարել այդ գումարը։ Ինչ են անում կառուցապատողները, քանի որ որպես կանոն չեն կարողանում այդ վճարները, տուգանքները վճարել։ Դավթաշենի օրինակով կա Եղվարդի խճուղու վրա մի նոր նորակառույց, որը 6 մասնաշենքից է բաղկացած եւ ավելի քան 1000 բնակարան կա այդտեղ։ Ավարտական ակտը ստացավ կառուցապատողը, մարդիկ արդեն հույս ունեին, որ շուտով կունենան շահագործման ակտը եւ սնանկացավ ընկերությունը։ Ինչ մեխանիզմ է գործում այստեղ ըստ այս բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանների։ Քանի որ ողջ շինարարության փուլում կառուցապատողները կուտակում են ահռելի թվերի հասնող գումարներ, գերվճարներ, ավելացված արժեքի հարկ դեբետ,
Այդ գումարները վերցնում են, ծախսում են, ավարտում են, երբ որ արդեն պետք է հանձնեն բնակարանները, իրենք նախ պետք է 20% ավելացված արժեքի հարկը վճարեն, հետո շահութահարկը մոտ 18%-ի չափով ու դրան էլ գումարում են կանշարժ գույքի հարկը, գույքահարկը։ Արդյունքում այսքան հարկեր չվճարելու համար սա ահռելի գումարների մասին է խոսքը։ Կառուցապատողները ըստ փաստաբանների փոխհամաձայնեցման են գալիս բնակիչներից մեկի հետ, այս բնակիչը ասում է, դե գիտես տարիներ շարունակ դու իմ տունը չես տվել, երկարը ձգել է ժամկետը, գնում է դատարան ոչ թե պահանջով, որ ինձ տվեք իմ տունը, այլ գնում է դատարան սնանկացման պահանջով, որ սնանկանա կառուցապատողը։ Այստեղ թվում է, թե կառուցապատողին պատժում են, բայց երբ որ սնանկացման է գնում կառուցապատողը, այս բոլոր հարկերից, տուրքերից ազատվում է։ Երբ որ փոխանցման ակտերը փոխանցվում են բնակիչների սեփականության իրավունքները, առաջանում է ավելացված արժեքի հարկ։ Հետագայում բնականաբար շահութահարկի հարցել է առաջանալու, այսինքն առնվազն մեր հաշվարկներով մոտավորապես 16 միլիարդ դրամի հարկային պարտավորություն չի մարվելու սնանկության վարույթի շրջանակներում։ Բացի դրանից Երևան համայնքին մոտավորապես կարող մի 800 միլիոն դրամի կարգի լինի անշարժ գույքի գծով հարկային պարտավորություն, որը էլի չի մարելու։ Համարվում է, որ դու կառուցապատող վատ վիճակում ես, չես կարողանում տալ եւ պետությունը սանանկացման գործով կառավարիչ է, այստեղ նշանակվում եւ այս բոլոր հարկեր, տուրքեր, պարտքերից դու ազատվում ես։ Իսկ ինչու բնակիչը դատարան չի դիմում ոչ թե սնանկացման, այլ կոնկրետ իր բնակարանը պահանջելու հայցով։ Եթե դու գնում ես այդպես, որ հենց բնակարանի ուշացումների համար գումարն ես պահանջում, այստեղ դատերը կարող են ձգվել անվերջ։ Այսպիսի փորձեր կա Երևանում։ Բնակիչները տարիներ շարունակ դատարաններում են։ Եթե ուզում ես իբր պատժել կառուցապատողին եւ գնում ես դատարան, որպեսզի նա սնանկանա, սա սովորաբար ըստ փաստաբանների փոխհամաձայնեցված գործարք է։ Ինչու կառուցապատողը ինքը չի կարող գնալ սնանկացման, որովհետեւ ինքնասնանկացումը քրեորեն պատժելի արարք է։ Բայց այս դեպքում Դավթաշենի օրինակով բնակիչներն ասում էին իրավապահ մարմիններ կան, ինչու այդ իրավապահ մարմինները չեն ուսումնասիրում, այսպիսի արդեն 7-8 կառուցապատող մոտավորապես գնացել է սնանկացման։ Ինչու չեն ուսումնասիրում, ով է բնակիչը, ինչ մեխանիզմով է սնանկացման ճանապարհը հարցը լուծվել։ Սա զարտուղի կամ ամենալավ տարբերակն է, որից օրենքը թույլ է տալիս եւ կառուցապատողներն էլ օգտվում են։ Իդեպ սնանկացման օրենքում փոփոխություններ է արվել, Արդարադատության նախարարությունը ես վերջերս նայեցի, բայց այստեղ բազմաբնակարան շենքերի կառուցապատողների թեմայով ոչ մի հարց չկար։ Եթե այս կառուցապատողը եւ այն պետական պաշտոնյաները, ովքեր համագործակցել են այս անօրինությունների համար, եթե չպատժվեն այդ մարդիկ, ձնագնդիկի էֆեկտով բոլոր մնացած կառուցապատողը նույն ուղիով գնալու են։ Ըստ բնակիչների եւ ըստ նրանց փաստաբանների շահած է դուրս գալիս միայն կառուցապատողը։ Իսկ ինչու պետությունը հարցնում են փաստաբանները, վախր դուք եք դժում, մարդիկ տարիներով անվճար ապրում են այդ շենքում, գույքահարկ չեն վճարում, ինչու ոչինչ չեք անում։ Ըստ մի խումբ բնակիչների փաստաբանների իրենք մեծ այդ հարցազրույցներում ասում են, որ սա կասկածներ ունեն, որ կոռուպցիոն մեջ շղթա է գործում։ Մենք առնվազն էլի հարցեր ունենք քաղաքապետարանի, թե ինչի 3 տարի շարունակ քաղաքապետարանը չի պահանջել այս կառուցապատողից այդ անշարժ գույքի հարկի վճարումը։ Որովհետև եթե մենք բնակիչներս անգամ 5000 դրամ այդ հարկի գծով պարտավորություն ունենանք, հաստատ արգելանքներ կկիրառեինք։ Մենք հանգում ենք այն եզրակացության, որ հովանավորչության հետ գործ ունենք։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք, ով է հովանավորում։ Մյուս կողմից, եթե ընկերությունը սնանկանում է, փաստացի խաչ է քաշում իր բիզնեսի վրա։ Ու չնայած քո նշած խնդիրներին, դրանից հետո էլ կառուցապատող ընկերությունների թիվը կարծես չի նվազում։ Գաղտնիքը ո՞րն է։ Որպես կանոն կան կառուցապատողներ, որոնք ունեն մի ընկերություն, որը այսպես շատ փափուկ եւ կոկիկ է պահվում, դու բացում ես մի ընկերություն, X ընկերություն, եւ այդ ընկերությունը իր քո Facebook-յան էջով եւ այլն գովազդում ես քո պրոյեկտները այլ ՍՊ-ով։ Բոլոր այդ ՍՊ-ները պատկանում են քեզ։ Այդ ՍՊ-ով կառուցում ես X շենքեր, այն մյուս ընկերությունով դրա գովազդն ես ապահովում։ Մարդիկ տեսնում են հրաշալի մակետ է, քաղաքապետարանը հաստատել է, գնում են այդ շենքից տունը գնում են եւ այլն, հետո հանկարծ այս ընկերության հետ խնդիրներ է առաջանում։ Սա գնում է սնանկացման։ Նույն ընկերությունը բացում է այլ ՍՊ։ Դավթաշենի դեպքում բնակիչները, որոնք արդեն դատարանում են, պնդում են, որ այս ընկերությունը
տարբեր ընկերություններ ունի ՍՊԸ-ներ, որոնցով տարբեր շինարարություններ է իրականացնում։ Օրինակ, այս ընկերությունը Դավթաշենի, որը գնացել է սանանկացման, Ֆիրդուսում մի քանի լոտ ունի։ Իրենք ասում են, այստեղ խնդիր կա, եթե դուք այդպես խիստ եք կառուցապատողների հետ, բա ինչու չեք ասում, դու ինչպես ես միտեղ գնում սանանկացման, իսկ միտեղ գնում ես նոր կառուցապատման։ Ինչպես է նույն կառուցապատողը չի հաջողում որպես կանոն առաջին պրոյեկտը, բայց այդ առաջին պրոյեկտից ստացված գումարներով ներդրում ես անում մյուս ՍՊ-ով բացում ես այլ շենքեր ես կառուցում։ Իսկ այդ բնակիչների պարբերական բողոքի ցույցերը ինչ արդյունք են տվել, ինչ որ բան փոխել են։ Շատ խոշոր ձեռքբերումներ առայժմ նկատելի չեն, բայց երբ քաղաքապետն է ընդունում բնակիչներին, իդեպ Դավթաշենի Եղիղվարդի խճուղու բնակիչները դվեց մասնաշենքի, ամիսներ 1 տարի շարունակ նամակներ են գրել իրավապահ բոլոր մարմիններին եւ չեն ստացել պատասխաններ։ Նամակ են գրել վարչապետին այս բոլոր ռիսկերը ներառելով, իրենց մտահոգություններն ու կասկածները նշելով, վարչապետի գրասենյակից նամակն ուղարկվել է հետ իրավապահներին եւ քաղաքապետարան։ Այսինքն ուղարկվել են կառույցներ, որտեղից բողոքում են այս մարդիկ։ Մինչև այդ 5 օրը կառավարության դեմ ինչ որ մի հատ աշխատող, հասարակ աշխատող մեզ չընդունեց։ Արհամարեց ուղղակի։ 1 տարվա այդ նամակներից եւ բողոքներից հետո, երբ որ փողոց փակեցին, դրանից հետո քաղաքապետ Ավինյանն ընդունեց իրենց։ Ընդունելու դեպքում, այս դեպքում քաղաքապետարանը ել չունի անելու ոչինչ, որովհետեւ շենքն արդեն գնացել է, կառուցապատողը գնացել է սանանկացման, միակ բանը, որ այս դեպքում անում է քաղաքապետարանը, փորձում է դեմ արդեմ հրավիրել մարդկանց կառուցապատողներին, որոնք որպես կանոն վերջին փուլերում էլ անհնար է լինում, կառուցապատողները չեն գնում հանդիպման բնակիչների հետ, կարող ես ամիսներով փնտրել ու չգտնել նրանց։ Եթե չի գնում բնակիչը կառուցապատողը սնանկացման, այստեղ քաղաքապետարանի անելիքը որն է, մեղմ ասած տեսչական մարմինների հետ համագործակցել եւ հասկանալ ինչ խնդիր ունի կառուցապատողը, փորձել աջակցել։ Բայց որ ասենք այս բողոքներից հետո օրենսդրական բացեր են լրացվել, չկա այդպիսի բանը։ Իդեպ նախկինում այդպիսի առաջարկ եղել է կառավարությանը, որ բնակիչների վճարած գումարներից կառուցապատողներին տրվի չնչին տոկոսներ։ Եթե դու մտնում ես կառուցապատման, ապա դատարկ գրպանով պիտի չմտնես։ Բայց թե այդ առաջարկը ինչ է, ամեն դեպքում կյանքի չի կոչվել։ Լավ, իսկ ինչ անել, կան հաջողված օրինակներ կամ փորձեր այլ երկրներում, առաջարկներ, որ կարող են շտկել այս վիճակը։ Օրինակ ինչ է արել Արաբական Էմիրությունները այս խառնաշփոթը վերացնելու համար, ասում է կառուցապատողին, եթե դու ուզում ես իմ երկրում X տարածքում կառուցել շենք, ապա դու պետք է ցույց տաս քո հաշվին գումար, շենքը որքան է արժենալու, ամբողջ գումարով դեռ մի բան էլ ավելին, որ դու ամբողջ շինարարության ընթացքում չկարողանաս օգտվել բնակչի վճարած կանխավճարներից, այդ բնակչի վճարած գումարները գնում է սառեցվում է։ Եվ եթե խնդիրներ առաջանան, դու քո սեփական գումարով պիտի ավարտես քո շենքը, երբ որ կտաս սեփականության վկայականը բնակչին, նոր կկարողանաս այն գումարը, որ սառեցվել է քո հաշվին, դա հետ ստանալ։ Հիմա փաստաբանների մի խումբ կառավարությանն առաջարկում է այս օրենքը դիտարկել եւ Հայաստանում նույնպես գործարկել։ Եվ վերջում քո փորձից, որպես ինչպես ասում են այս հարցով արդեն մի քանի տարի պայքարող երևանցի, ինչ կասես, ինչ անել, ինչի վրա ուշադրություն դարձնել տուն գնելիս նմանատիպ խնդիրներից խուսափելու համար։ Թե տարիները հետ գնային, ապա մենք նախ զրոյական շենքից բնակարան չէինք գնի։ Մարդիկ ինչու են զրոյական շենքից գնում, որովհետև առաջնային շուկայից եկամտահարկի վերադարձի օրենքն է գործում։ Որպես կանոն դա էժան է լինում, բայց եթե դու համբերություն ունենաս մի քիչ էլ փող սպասես վերջում գնես տունը, որը կունենա ավարտական եւ որը կունենա շահագործման ակտ, դա իդեալական տարբերակն է, բայց այստեղ խնդիրներ կա, արդյոք դու կկարողանաս օգտվել եկամտահարկի վերադարձի օրենքից եւ արդյոք կկարողանաս այդ տունը գնել այն մատչելի գնով, որով որ կարող ես զրոյական վիճակում գնել։ Բնակիչները ցավոք սրտի ստիպված են լինելու ուսումնասիրել այս ամբողջ շղթան։ Եթե դու տեսնում ես X ընկերություն, ապա պիտի ուսումնասիրես այդ ընկերությանը փոխկապակցված այլ ՍՊԸ-ներ կա, որովհետև կարող է պարզվել, որ այդ նույն կառուցապատողը այն կառուցապատողն է, որը
մի քանի 100 բնակիչների համար կառուցել է շենք ու գնացել սնանկացման։ Կառուցել է շենք, բայց այդ մարդիկ տարիներով ապրում են, չունենալով վկայական եւ շահագործման ակտ։ Իսկ եթե դու չունես շահագործման ակտ, հետեւաբար դու չես կարող տնօրինել քո գույքը, օրինակ չես կարող քո գույքը վաճառել, չես կարող նվիրատվություն անել, կտակումներ առել եւ այլն։ Դու ստացվում է, որ ապրում ես մի տանը, որը քոնը չէ։ Շնորհակալ եմ Նարինե, հիշեցնեմ, եթերում էր Ազատության մեկ թեմա հաղորդաշարը, խոսափողի մոտ էր Հեղինե Բունյաթյանը։ Կհանդիպենք վաղը մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։